Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Ողջույններ։ Պարոն Ղուկասյան, հավանաբար արդեն համացանցից տեղյակ եք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հայոյախառն միջադեպի մասին։ Ազգային ժողովի նախագահը սեռական բնույթի հայոյանք է տալիս քաղաքացուն։ Հանուն արդարության նշենք, որ առաջինը քաղաքացին է հայոյում, որից հետո նոր ազգային ժողովի նախագահ հայոյանքով պատասխանում է, բայց այնուհանդերձ դուք ինչպես եք մեկնաբանում իշխանության բարձրագույն ներկայացուցչի հանրային վարքի այս դրսևորումը։ Դե դա արտահայտում է խորը ճգնաժամ, որի մեջ հիմա գտնվում է մեր հանրությունը։ Կարծում եմ, որ դա ոչ մեկին չպետք է զարմացնի։ Նման հակասական դարաշրջան ենք ապրում։ Այդ ամեն ինչից կարելի էր խուսափել, եթե 21 թվականին Նիկոլ Փաշինյանը չառաջադրվեր եւ չմասնակցեր այդ ընտրություններին որպես վարչապետի թեկնածու, եւ կարելի էր խուսափել, եթե 26 թվականի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը չառաջադրվեր։ Այսօր լարված է մոլորտը երկրում, կա բավականին մեծ թվով, հանրության զգալի, այսպես ասած, հատված, ում համար արդեն ատելությամբ են լցված իշխող ուժի նկատմամբ եւ իր ներկայացուցիչների նկատմամբ ընտրարշավ է, պիտի լինեն շփումներ իշխող ուժի հանրության հետ, քարոզչություն, քարոզարշավ, անխուսափելի են կոնտակտներ, մենք տեսնում ենք բազմաթիվ, այսպես արդեն միջադեպեր, որոնք որ դառնում են շարք, միջադեպերի։ Նիկոլ Փաշինյանը մետրոյում ունեցավ սկանդալային, կարելի է ասել, հանդիպում ընտրողի հետ։ Հիմա Ալեն Սիմոնյանը ընտրողի հետ ունեցավ ընթարում։ Դա լինելու է։ Ինչու չեն կարողանում քպականները իրենց զսպել, չեն կարողանում հանրության, հասարակության մեջ լինել կոռեկտ, լինել այնպիսին, ինչպիսին պետք է լինի իշխանության ներկայացուցիչը։ Իրենք շատ լուրջ մարտահրավեր են ներկայացրել ամբողջ հանրությանը, չէ, հանդես են գալիս հիմա մեր հանրության, մեր պետության հիմքերը փոխելու նախաձեռնությամբ։ Եվ դա ստեղծում է հակադարձ ճնշում, առհասարակ, եթե ամբողջությամբ նայենք այդ 18 թվականից առ այսօր, ամբողջ քաղաքական ճանապարհը, որը անցել է այդ քաղաքական ուժը, այսօր իրենք նման են այն վիրավորված գայլին, որը որ պաշտպանվում է ցանկացած գնով, այսինքն անկյան մեջ, ցեյտնոտի մեջ եւ այսպես բանդրության մեջ են, դրա համար դառնում են վտանգավոր, առհասարակ ցանկացած կենթանի այդ վիճակում վտանգավոր։ Այսօր ԿՊ-ի համար դա ճգնաժամային վիճակ է բարեհոգեբանական տեսակետից, հակադրված են իրենք հանրության մեծամասնությանը, փորձում են ապացուցել իրենց տեսակետը ըստ էության զոռբայությամբ եւ գտնվում են այսպես լարված վիճակում, միշտ պատրաստ արձագանքելու եւ այլն եւ այլն։ Այսինքն դա իմ կարծիքով նարեկ սպասելի վիճակ էր, որ այդպես է լինել։ Անցել են այն ժամանակները, մեր սրտի վարչապետ, երբ որ դրական, այսպես լայն աջակցություն կար, դա էլ եւս ավելացնում է, այսպես ասած, այդ խնդրին, այդ վիճակին ԿՊ-ի ավելի սուր դրություն, որովհետեւ հեռու չեն այն տարիները, 18 թիվ, 19 թիվ, մինչև 20 թիվ, երբ որ կար այդ աջակցությունը, այդ օժանդակությունը, այդ սերը, այդ դրական տրամադրությունը, այսօր դա փոխարինվել է, փոխվել է ատելության,
որոշակի հատվածը ուղիղ ատում է Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիրը, որոշ զանգվածը լուր, այսպես իր ներսում է այդ հակակրանքը տանում, բայց տեսնում ենք, որ մարդիկ արդեն բացահայտ դա մատուցում են տարբեր տեղերում, տարբեր վայրերում եւ իհարկե հակացուցված է ԿՊ-ին այսօր ունենալ ժողովրդի հետ շփումներ։ Իրենք ոնց ասեմ, միգուցե ունեն հիշողության մեջ այն տարիների փորձը, հա, երբ որ իրենց միշտ դրական էին ընդունում, բան եւ այլն, այսօր այդպիսի համատարած մոտեցում չկա։ Կարող է ինչ-որ փոքր խմբերում իշխանության հետ փոխկապակցված կամ իշխանություններից կախված այդ ավանդական, հա, իշխանահպատակ հատվածներում իրենք ստանան լոյալություն կամ անուժողական, հա, վերաբերմունք, բայց մեծամասնությունը հանրության այլ կերպ է տրամադրված։ Հարցումներն էլ ցույց են տվել, հա, International Republic Institute-ի, որ կեսից ավելին, հա, մեր քաղաքացիների բացասական են համարում ընդհանուր զարգացման ուղղությունը, կուրսը պետության։ Եթե չեմ սխալվում, 50-53%, հա, թե ոչ ավելի։ Պարոն Ղուկասյան, եթե Նիկոլ Փաշինյանը իր այդ սկանդալային միջադեպից հետո քննադատությունների ճնշման ներքո ներողություն խնդրեց տիկնոջից եւ նրա անչափահաս երեխայից, Ալեն Սիմոնյանը որևէ բան չի ասել, այլ մտել է Facebook-ում տեսանյութ հրապարակել, իրադարձությունը ներկայացրել է իր մեկնաբանման, բայց որ փողոցում իր ղեկավարած ազգային ժողովի շենքի արևանությամբ ի վերջո պետական ինստիտուտ է, խորհրդանիշ է, մարդկանց մոտ ուղիղ եթերի ընթացքում սեռական բնույթի հայանք է հնչեցրել, դրա համար ոչ մի ափսոսանք, ոչ մի ներողություն, ինչու ըստ ձեզ։ Դե քանի կոպեկ արժի Նիկոլ Փաշինյանի ներողությունը, դա բոլորը հասկանում են, որ ձևական ինչ-որ դրսևորում է, թեպետ եւ համապատասխանում է գումնե, հա, ֆորմալ ինչ-որ իրավիճակին, Ալեն Սիմոնյանի դեպքում իմ կարծիքով ինքն էլ ներողություն կխնդրի որոշ ժամանակ անց։ Հիմա անդրարշավ է եւ ամեն ինչը գնահատում են այդ տեսակետից, բնականաբար այդ միջադեպը իշխող կուսակցությանը ձայներ չի բերում, օգուտ չի տալիս։ Իսկ ավելին դա հաստատում է այն Լևոն Տեր-Պետրոսյանի կատարած հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը սեռական բնույթի հայհոյանքը բերեց քաղաքական դաշտ, չէ՞, Արեգ ջան, հիշում եք այդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը։ Ստացվում է, որ երկար չտևեց եւ Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, փեչատ դրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ասածների վրա։ Եվ ինչ է կարծում ԿՊ-ի էթիկայի կանոնագիրքը կգործի այս դեպքում, թե չէ, որովհետև ԿՊԱ-կանները ստանձնել էին պարտավորություն չանել նման արտահայտություններ, չխախտել էթիկան, հարգալից լինել քաղաքական հակառակորդների եւ Հայաստանի քաղաքացիների հետ շփումներում ոչ միայն իրական կյանքում, այլ նաեւ համացանցում եւ ինչ է կարծում հետևանքներ կլինի, օրինակ գոնե նկատողություն կստանա սեփական թիմից Ալեն Սիմոնյանը, թե ոչ։ Չեմ կարծում, որ կստանա հրապարակային ամենայն դեպս։ Ամեն ինչը հիմա գնահատվում է ընտրական, նախընտրական, հա, պրագմատիկ, այսպես ասած, օգուտ տվեց, ձայն բերեց, թե վնաս տվեց արշավին։ Իմ կարծիքով վնաս տվեց արշավին այդ միջադեպը եւ ներքին կարգով կարող Ալենի համար լինեն ինչ-որ հետևանքներ, բայց դուք չեք ընդունում, որ ձևական են այդ բոլոր էթիկայի կանոնները եւ այլն, շփվում եք այդ մարդկանց հետ ամենուր։ Դա հենց այնց ֆորմալ արված բաներ են, որպեսզի, այսպես ասած, պահպանվի այդ կերպարը ցիվիլ, հա, քաղաքական ուժի վերջո քաղաքացիական պայմանագիր անուն գրող եւ այլն։ Ես չեմ կարծում, որ այդ ամեն ինչը լուրջ է։ Եվ ես չեմ կարծում, որ օբյեկտիվ դա կարող է պահպանվել։
այսօր նորից եմ ասում, իրավիճակը այնպիսին է, որ քաղաքացիական պայմանագիրը այդ կուսակցությունը իր առաջնորդները ընկալվում են գրեթե որպես հայ ժողովրդի թշնամիներ։ Եվ այդ թշնամանքը ինքը հնարավորություն ոնց կարող ես նման մթնոլորտում քեզ այսպես ասած զուսպ պահես կամ հանուն ինչի վերջո իրավիճակը գնալով ավելի սուր է դառնալու նախորդ ընտրական փորձը վերցրեք Նարեկ ջան միշտ սկսում են այդ բանից, չէ, որ փորձելու են լինել կորեկտ բան, հետո իջնում է այդ ամեն ինչը ամենացածր մակարդակի ու այսպես դառնում է հայհոյանքախառը ինչ որ մի բան։ Մենք այսպես սրընթաց գնում ենք դեպի ընտրություններ եւ օր-օրի այդ էմոցիոնալ կողմը ավելի բարձր է լինելու։ Պարոն Ղուկասյան, եթե այստեղ լիներ այս մեր զրույցին մասնակցեր իշխանության ներկայացուցիչ կամ աջակից, հավանաբար կհակադարձեին ու կասեին, այդ տեսեք, հրահանգ չտվեց քաղաքացուն տանել մոտակա զուգարան եւ ծեծելով սպանել։ Եվ դա կներկայացնեն դրական Իշխանության ներկայացուցիչ օրինակ Դանիել Յովհաննիսյանը դա հենց գրեց իր Facebook-յան էջում նման ինչ որ փաստարկ բերեց եւ այլն բայց դա ինչ է փոխում Նարեկ ջան հիմա տեսեք ինչ process է սկսում մարդիկ այլևս չեն ուզում լսել ոչ Փաշինյանին ոչ իր համախոհներին արդեն նշանակություն չունի իրենք ինչ են ասում եւ սա է խնդիրը երբ որ քաղաքական ուժը հասնում է այ այդ վիճակին որ իր խոսքը ոչ մեկի համար նշանակություն չունի եւ չի իսկ իր խոսքը ինչի չի կարող նշանակություն ունենալ որովհետեւ բացահայտ ակնհայտ չէ բոլորի արչեւ այդ աչքի առաջ կա պատմությունը ամենա այսպես top օրինակն եմ բերում Արցախը դա Հայաստանը եւ վերջ, Արցախը դա Հարաբաղը դա Ադրբեջան է եւ առհասարակ Հարաբաղյան շարժումը դա կեղծորակարգ էր, չէ՞, մոտավորապես որտեղից որտեղ։ Եթե այսպես 180 աստիճան կարող են փոխվել կարծիքները, եթե մարդիկ համարում են, որ բավական է ասել, դե սխալվում ենք, սխալ հայրենասիրության պատկերացում ունենք ինչ-որ մի կետ է գալի, երբ որ մարդիկ դադարում են լսել, իրենց էլ հետաքրքիր չի ինչ բացատրություններ կտան կամ ինչ կասեն ԿՊ-ի ներկայացուցիչները։ Բնականաբար սաղին պարզ է, որ ինչ որ մի հատ թիմ է իրար այսպես ասած սոլիդարությամբ պիտի պաշտպանեն, իրենց արած սխալը պիտի ճիշտ հանեն, ճիշտ համարեն, չէ՞, տենց մի հատ արտահայտություն կա Երևանի այսպես սլենգով այդ ամենը շատ սովորական բաներ են եւ նշանակություն չունեն արդեն մեծ հաշվով ինչ կասեր հիմա ներկայացուցիչը ինչ որ բանի եւ այլն ակնհայտ է որ այն ինչով սկսվում էր քաղաքացիական պայմանագիրը այն ինչի դեմ ինքը պայքարում էր իր կարգախոսները իր դրոշները այդ ամենը հիմա ինչի դեմ ինքը պայքարում էր ինքը անում է ինչը որ ինքը քննադատում էր ինքը անում է իսկ սպանությունների մասով դե կանցնի ժամանակ Նարեկ ջան այս ընթացքում բավականին քաղաքական հնչողություն ունեցող սպանություններ տեղի ունեցան չէ ունեցան ու ոնց որ թե մնացին այսպես ասած չամփոփված դեռ այդ սպանությունների հարցը ինքը այսպես այդքան էլ բան չի այդքան էլ պարզունակ չի ում են սպանել այս ընթացքում ոնց են սպանել խեն սպանել
Եթե այդ ցուցակին անդրադառնանք եւ անուններ սկսենք ասել, շատ անուններ կլինեն, դուք էլ այդ վեպքերը գիտեք, որպես լրագրող, հա, դրա հետ առնչվում եք, որոնք որ բազմաթիվ հարցեր այսօր չեն կարող այդ հարցերի պատասխանները լինել, բայց վաղը կարող են լինել։ Եվ այդ այսօր այդ փաստարկ բերողը ինքը վաղ կարող է կանգնի ու իրենց համար միևնույն է վաղվա օրը էլի ինչ է լինելու, բայց փաստի առաջ որ չէ քաղաքական սպանություններ Հայաստանում շարունակվել են եւ այս տարիների ընթացքում։ Ղուկասյան, իշխանության խոսույթը հետևյալն է, որ եթե ուզում եք լրագրող աշխատել, չծեծվել, պետքա մեզ ընտրեք, որովհետև ասում եք կգան եւ ձեզ հաշմանդամություն է սպառնում։ Նիկոլ Փաշինյանն է ասում լրագրողներին։ Ասում է ձեր հիշեցնում է, ասում է հիշում եք ոնց էին ձեր ծնոտներին հարվածում եւ այլն։ Հետո ասում է, որ ինձ չընտրեք, ես չընտրվեմ, պատերազմ կլինի։ Սա ինչի համար է սա արվում։ Սա արդյոք արդար մրցակցություն է, թե ոչ, թե իրապես կա պատերազմի վտանգ եւ Նիկոլ Փաշինյանը հենց դեմից զգուշացնում է, որ հետո 18 թվականի, 20 թվականի նման չասենք, բա դու վարչապետ էիր, գիտեիր, տիրապետում էիր, հետախուզություն ունեիր, հակահետախուզություն ունեիր, ինչի ժողովրդին տեղյակ չէիր պահում։ Լավ, նարեկ, մի հատ այսպես եկեք մեզ փորձենք դնել Իլխամ Ալիևի տեղը։ Կարանք հետ դիրքից նայենք հարցին Հայաստանի վրա հարձակվելու հարցը։ Ենթադրենք նստած ենք Ադրբեջանում քննարկում ենք հարձակվել Հայաստանի վրա։ Առաջի հարցը, որը որ առաջանալու է մեր առջև, Ռուսաստանի արձագանք։ Հայաստանը ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագրեր, որոնցից բխում է, որ Հայաստանի վրա հարձակումը նշանակում է, որ ռուսական զորքերը Հայաստանում տեղակայված պիտի անցնեն հայկական ղեկավարման տակ եւ այսպես ասած հայկական ուժերի հետ միասին դիմադրություն ցուցաբերեն նման հարձակմանը։ Եվ դա նշանակում է, որ առհասարակ Ռուսաստանի Դաշնությունը պիտի մտնի նման պատերազմի մեջ։ Հա մենք նստած ենք Ադրբեջանում, մտածում ենք, այդ սպառնալիքը կա թե չէ։ 1. Պիտի լինի երաշխիք, որ Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանի Հայաստանի վրա հարձակման դեպքում մնալու է չեզոք։ Իսկ մեր օրենսդրության տեսակետից ըստ էության դա նշանակում է, որ ռուսական զորքերը տեղակայված Հայաստանում ապստամբելու են։ Հրամանի չկատարումը դա եւս ապստամբություն։ Երկրորդ հարցը, որ մենք պիտի որպես Ադրբեջանի, հա, կողմից նայող հարցին, դուք որպես ընդհանրապես նախագահ պիտի հաշվի առնեք։ Եթե հայերը հարված հասցնեն գազամուղին եւ նավթամուղին, ինչ հետևանքներ կլինի։ Տաուշի շրջանի հարևանությամբ 10 կիլոմետր, հա, 15 կիլոմետր սահմանից հեռավորության վրա անցնում են Ադրբեջանի գազամուղը, նավթամուղը, որից կախված է Ադրբեջանի տնտեսական վիճակը, կյանքը եւ այլն եւ այլն։ Տեսականորեն կարող են հայերը դա վնասել։ Կարող են, չէ՞։ Ուրեմն պետք է լինի երաշխիք, որ հայերը այդպիսի հարված չեն հասցնի։ Երկրորդը պիտի նաև լինի երաշխիք, որ Եվրոմիությունը այդ որ սպառնում էր բաներով, պատժամիջոցներով, դա չի անի։ Եվ երրորդը պիտի լինի երաշխիք մեզ համար, որ այդ հայերը դիմադրություն, լուրջ դիմադրություն չեն ցուցաբերի։ Որովհետև կարող է պատերազմը սկսես ու պարտվես, չէ՞։ Որնես խայտարակ։ Դրանից կախված է իշխանությունը։ Հիմա եթե դուք Ալիևի տեղը ձեզ դնեք, ձեր իշխանությունը դրանից կախված կլինի։ Այդ ողմակի մեջ Ադրբեջանում, չէ, ուժի վրա է ամեն ինչ, եթե լիդերը թույլ եղավ, իրեն կարող են ուտել։ Ադրբեջանի պատմության մեջ ինչի օրինակներ կան, այնտեղ իշխանապողությունը եղել է միայն ռազմական պարտությունների արդյունքում։
ինչ որ մեկին գցել են, մյուսը եկել է եւ այլն Իլհամ Ալիևի հայրը այդպես եկավ իշխանության Իդար Ալիևը։ Այսինքն այս բոլոր հարցերը, եթե մենք լուրջ ենք խոսում պատերազմի մասին, եւ 20 թվականին այդ բոլոր հարցերը կային եւ այդ բոլոր երաշխիքները գործեցին, չէ՞։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը չճանաչեց, պատերազմի մեջ չմտավ, գազամուղային այդ կոմունիկացիաներին հարված չհասցրեց, պատժամիջոցներ չեղան Ադրբեջանի նկատմամբ եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե իրական կողմն ենք վերցնում պատերազմ հրահրելու համար, պատերազմ կարող էր տեղի ունենալ, եթե Հայաստանի ղեկի այնպիսի թիմ էր, որը որ ուզում էր, որ այդ պատերազմը լինի, ցանկանում էր դա, ցանկանում էր մեր պարտությունը եւ սպասարկում էր այդ ծրագիրը աշխարհ քաղաքական ինչ որ պատվեր սեփական ժողովրդի դեմ, որտեղից է աղբյուրը այսօր ատելության իշխող ուժի նկատմամբ, այդտեղից մարդիկ գիտակցում են, չեն գիտակցում, ինտուիտիվ, թե ոնց կա մեծ անվստահություն, ոնց ապրել մի երկրում, որտեղ ղեկավարությունը կատարել է կամ գլխավորել է, ինքը փորձում է ներկայացնել, որ դա ինքը չի այդպես է ստացվել, բայց մարդկանց մոտ այդ միտքը չի կարող հենց այնց վերանալ։ Բա որ դիտավորությամբ է այդ ամեն ինչը արված։ Մենք ոնց ապրենք, մեր երեխեքը ոնց ապրեն ստեղ անվտանգ։ Հնար է դա։ Պատերազմի սպառնալիքը շատ լուրջ գործիք է, ինքը կարող է շատ վատ հետ վերադառնալ Փաշինյանին, եթե իր օպոնենտները սկսեն դա մանրամասնել, ոնց որ հիմա ես ձեզ մանրամասնեցի։ Այդ դաշտում Փաշինյանը միայն, այսպես ասած, վատ վիճակում կարող է հայտնվել։ Ինչի է դա անում, պարզ է։ Նայում է հարցումներին, տեսնում է, որ այլևս չկա օժանդակություն։ Կողքից էլ այսպես լսում է նրանց խորհուրդները, որոնք որ ասում են հայերը վախկոտ ժողովուրդ են, հարկավոր է վախեցնել պատերազմով, դա այդ գործիքը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանն էր օգտագործում, չէ՞, օգտագործում էր, չեք հիշում։ Ну, այսպես բռի կոպիտ ձևով չէր օգտագործում, բայց այդ ցանկացած բողոքների, ցույցերի, ներքին, հա, պրոցեսների դիմադրության ժամանակ անպայման մատնացույց էին անում, որ տեսեք, սահմանի վրա լարվածություն, մեկ էլ լուր էր գալի, որ կրակոցներ եղան, զոհեր եղան եւ այլն եւ այլն։ Այդ գործիքը միշտ եղել։ Այսօր սահմանը շփման գիծը գտնվում է եվրոպական դիտորդների հսկողության տակ։ Նիկոլ Փաշինյանը զրկված է հնարավորությունից այնտեղ ինչ որ բաներ նախաձեռնել, բախումներ նախաձեռնել։ Սերժ Սարգսյանի ձեռքերը ազատ էր։ Ինքը կարող էր ցանկացած այսպես բախում ստեղծել եւ մատնացույց անել հանրությանը, ասել տեսեք լարված է վիճակը սահմանի վրա եւ այլն։ Նիկոլ Փաշինյանին մնում է ուղիղ վախեցնել լրագրողներին, ուղիղ վախեցնել քաղաքացիներին, որ ինձ չընտրեք, պատերազմ կլինի։ Եթե հարցին նայել ոնց որ հիմա մենք նայեցինք, Նարեկ ջան, իր ճիշտ ասածը հետեւյալն է, որ իր օպոնենտները իրենից ոչինչով չեն տարբերում։ Այսինքն իրենք եթե գան իշխանության, իրենք էլ կվերցնեն այդ աշխարհքաղաքական պատվերը Հայաստանին պարտված, հա, պարտված failed state, պարտված երկիր պահելու եւ եթե անհրաժեշտություն եղավ պատերազմ հրահրել, դրան կգնան, այսպես ասած, թոկը կկտրեն, չէ, ինչպես որ Փաշինյանն էր, ընդունում է, չէ, մարդը, որ բանակցությունների թոկը կտրել է։ Իրեն ոչ մեկի դեպ հարց չի տալիս, այդ որ կտրել ես այդ թոկը, ի՞նչը նկատի ունեիր, ինչ էիր սպասում։ Սպասում էիր, որ ինչ է լինելու։ Թոկը կտրեցիր բանակցությունների ու ինչ, ճանաչեցիր Արցախի հանրապետությունը, չէ։ Թոկը կտրեցիր Հայաստանի Հանրապետությունն է ճանաչել, ասում է ես Պրահայում ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ազատել եմ այդ հորթի կարգավիճակից, որ նույնիսկ մատաղ լինելու օրը որոշելու իրավունք չուներ։
ասում եմ մատաղի լինում են ժամանակ, երբ որ կայսրներ ուզում, երբ որ պետք էր կայսրի համար զոհվել։ Ну, երևի իր փորձից էր ասում, որովհետև հենց կայսրի այդ բոլոր ծրագրերը չէին կարող Հայաստանում իրականանային առանց իր մասնակցության։ Եվ հիմա ինքը արդարացնում է, չէ՞, ծրագրերը։ Կայսրի, եթե Պուտինի մասին ենք խոսում, որոշումն էր Արցախը հանձնել ադրբեջանական ինքնիշխանության տակ, որը որ Փաշինյանը կատարել է, այսօր պաշտպանում է ու ներկայացնում է մեզ որպես մեր, այսպես ասած, անկախության ձեռքբերում։ Ուզում է ասի, որ ինքը դրանով Պուտինի հետ գործարք է կնքել, որ դրանով Հայաստանը ազատ է եւ կարող է ինքնուրույն լինել իր արտաքին քաղաքականության մեջ։ Դրա ապացույցը կլինի այն օրը, երբ որ մենք տեսնենք, որ ռուսական բազան Հայաստանից հավաքեցին տարան, բայց մինչև այդ ամեն ինչը կա, մինչև մենք տեսնում ենք ոնց է ինքը փռվում Պուտինի առջև, կայսրի այսպես ասած համոզում բաներ տալիս, երթվում, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի գալու։ Եթե այդ կայսրի մասին չի խոսքը։ Եթե այդ կայսրի մասին է խոսքը, ապա այստեղ շատ ես դրա համար եմ ասում, մարդիկ արդեն չեն լսում, Նարեկ, մենք հիմա քննարկում ենք, որտեղ հա, ի պաշտոնե դուք, ես պարտավոր ենք այդ բան անել, բայց քաղաքացիների, եթե հարցում անեք, որ տոկոսն է այսօր միանում է Փաշինյանի խոսքը հեռուստացույցում կամ գալիս է լենտայով, հա, այդ ֆիթնյուզով, ինչ են մարդիկ անում։ Առաջ լսում էին, հիմա չեն լսում, որովհետև իմաստ չունի լսել այդքանից հետո էլի։ Եվ ընտրարշավը հակառակ չէ վիճակը, ընտրարշավը այն վիճակն է, երբ որ քաղաքական գործիչը պիտի խոսա, պիտի համոզիչ լինի, պիտի մարդկանց քաջալերի քաղաքական ինչ որ ուղի ընտրելու եւ այլն եւ այլն։ Այսօր այդ գաղափարը, որ առաջ է տանում Փաշինյանը, բացի հայհոյանքից վախացնելով եւ այլն, հա, հնարավոր չի առաջ տանել։ Եվ եթե գլխավոր արգումենտը դա է, համաձայնվեք, որ ուրեմն որևէ այսպես ռացիոնալ գաղափար այդ քաղաքականությունը, որը որ Փաշինյանը ներկայացնում է, իր տակ չունի։ Եթե ունենար ներկայացված կլիներ։ Կարիք չէր լինի մարդկանց ասել ինձ չընտրեք, ձեր չանը կջարդը։ Չէ՞։ Եթե Այդ կողմից էլ իրական է, չէ՞, դեպքեր եղել են ամեն դեպքում, պարոն Ղուկասյան։ եղել են եւ այսպես ասած խենք դրա մասին այսօր խոսում։ Որովհետեւ մեր օրենսդրական դաշտում ոչ մի բան չի փոխվել, չէ՞։ Որովհետեւ մեկ մարդուց է կախված ձեր չանը կջարդեն, թե չէ։ Ոչ թե պետությունից, այսինքն երբ որ Փաշինյանը ձեզ նման բան է ասում, ինքը ստորագրում է նրա տակ, որ պետության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել։ Իր 8 տարվա կառավարման արդյունքում մեր պետության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել, ինստիտուցիոնալ զարգացում չի եղել։ Ձեր չանը այսօր չեն ջարդում, որովհետև Նիկոլ Փաշինյանն է, հա։ Ոչ թե որովհետև երկրում սահմանադրություն կա, արդարադատություն կա, դատարան կա, ոստիկանություն կա, իրավապահ մարմիններ կան, դատախազություն կա, եւ ոչ մեկի դեմ չի կարող ոտնձգություն անի ու մնա անպատիժ։ Այլ որովհետև երկրում մի հոգի կա, որը որ այդ ամենի գլուխն է։ Դա եթե այս տեսակետից նայենք, չէ՞, հակառակի մասին է խոսում, որ պաշտպանված չի Հայաստանը, այո, եւ դուք այսօր ենթադրենք, եթե հարցին նայեք այն մյուս լրագրողների, այն մյուս բաների, ով որ բանտերում է, ում որ մեղադրեցին, հա, ինչ որ եթերում մարդը լրագրողի հարցին պատասխանում է, այդ պատասխանի մեջ հանցավոր արարք են տեսնում, ասում են սա կոչ էր իշխանափոխության եւ այլն, տանում են բանտ։ Այդ ոնց։
ոնց մեկնաբանենք, մեր կողմը չի ենթադրենք, հա, քաղաքական առումով, բայց ուզում եմ ասեմ, այդ երևույթը կա, չէ՞։ Խնդիր չէր լինի այսօր, եթե Հայաստանում տեղի ունենար լյուստրացիա 18 թվականին։ 10 տարով արգելվեր Քոչարյան, Սարգսյան, մյուս ընտրություններում մասնակցել։ Ու չէր լինի այսօր խնդիրը մարդկանց ասել ինձ չընտրեք, ձեր չանը կջարդի։ Եթե այսօր այդ կոռուպցիոն տարիների, կոռուպցիոն Հայաստանի, հա, համակարգված կոռուպցիայի ռեժիմի ներկայացուցիչները ազատ մասնակցում են ընտրություններում, դա քաղաքականություն չի, քաղաքականություն է, ում քաղաքականությունն է։ Նրան, ով որ ասում է, որ ձեր չանը կջարդեն։ Սրանք, դրա համար քվեարկեք ինձ։ Ավելի պրիմիտիվ, այսպես ասած, կոմբինացիա դժվար է պատկերացնել 90-ական թվականներին ռեկետներ տենց գործում։ Մտնում էին ինչ-որ մի ռեստորան, ջարդ էին կազմակերպում, հետո նույն մարդիկ հաջորդ օրը գալիս էին, ասում էին ուզում եք ձեզ մոտ սրանից հետո հանգիստ լինի։ Մեզ փող տվեք, մենք կապահովենք ձեր անվտանգությունը։ Մոտավորապես այսպիսի սխեմա է գալիս մեր առջև, որ այսօրվա իշխող ուժը ոչ մի քայլ չարեց, որպեսզի հասարակությունը պաշտպանի նախկին ռեժիմի ներկայացուցիչներից, իրենց քաղաքական ազատությունը որևէ կերպ չսահմանափակվեց, այլ օգտագործվում է որպես իրենց արքայությունը, ներկայությունը քաղաքական դաշտում, որպես արգումենտ, որպես գործիք, այ մեզ ընտրեք, որպեսզի սրանք չգան։ Ну, մի անգամ եղավ ընտրություններում դա, երկրորդ անգամ եղավ, դա էլ չի աշխատում, էլի արդեն։ Ну, այդ օլիգարխիայի կողմն մի քիչ փոփոխվեց, չէ, առաջ քաշեցին նոր տեխնացու Սամվել Կարապետյան, տեսնում եք ինչ հիմա ինքը ռեյտինգներով, հա, առաջ են գնում համեմատ ստարտի համար, այսպես ասած, այդ պայմաններում։ Փաստ է դա, որ այսպես ասենք, եթե Սամվել Կարապետյանի նույնացնենք, հա, այդ ռեժիմի, նախորդ ռեժիմի, կոռուպցիոն ռեժիմի ժամանակահատվածների, այսպես գործիչների հետ, այսօր այդ հատվածը իր անցյալը, իր փորձը, այսպես ասած, վերլուծում է ու փորձում է այս նոր պայմաններում ինչ-որ բան գտնել, նոր ձևեր գտնել, իսկապես նոր ձևեր կարելի է ասել։ Իսկ իշխող ուժը ինչ անում, նույն երգն է երգում, որ տեսեք սրանք բան, կհավատան ընտրողները դրան, կարող է ինչ-որ մի հատված հավատա, բայց նույն հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանին անցյալ ընտրություններում ձայն տված ընտրողների 20%-ը արդեն Նիկոլ Փաշինյանին մտադիր չեն քվեարկել։ International Republic Institute-ի արված հարցման մեջ կա մարդկանց հարցնում են նախորդ ընտրություններում ոնց է քվեարկել, 47%-ը ասում են քվեարկել ենք Փաշինյան։ Ոչ թե հարցվածների, այլ ով որ դրանցից մասնակցել է ընտրություններում, 60%-ի 47%։ Հետո հարցնում են ում եք քվեարկել, իրենք արդեն տալիս են ուրիշ անուններ։ Այսինքն սա փաստ է, որը եւ բերում է այդ լարված վիճակին, այդ հայհոյանքին, այդ սպառնալիքներին, այդ ամեն ինչին եւ մենք հələ 2-3 ամիս պիտի այդ զզվելի մթնոլորտում ապրենք, որը որ քաղաքական միտք իր մեջ պարունակում է, այս ինչ որ մենք այսքան ժամանակ քննարկում ենք, ինչ որ քաղաքական միտք պարունակում էր սա, ոչ։ Այդ թեմաները ոնց ասեմ, երբ որ այդ մակարդակի, այսպես ասած, իջնում է քարոզարշավը սպառնալիքների եւ այլն, դա քննարկելու բան չկա, բուն էություն ինչի մասին էլի։ Այսօր եթե մենք նայում ենք ոնց է ընտրարշավը իսկապես ստարտ անում, եթե գլխավոր մրցակիցները դիտարկենք արդեն իրենց ներկայացրել են Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, բոլորին կա մի հարց,
Դուք Նիկոլ Փաշինյանի նախաստորագրած պայմանագիրը ստորագրելու եք։ Եթե հա, ուրեմն այս ընտրությունները ոչ մի բանի մասին։ Եթե կա տեխնացու, որը որ կարա ասի չէ, եւ ցույց տա ծրագիր, ապա ինչ, ընտրությունները այսպես ասած կունենան բովանդակություն։ Այսօր մենք այո ունենք վիճակ ստանդարտ վիճակ այս վերջի տարիների համար կան տեխնացուներ, ես եմ կիլո ու կես եմ, այսպես ասած կարգախոսով ինձ ընտրեք լավ կլինի, եւ կա տեխնացու, որը որ բռնվել է այդ հա թեզից, ես չլնեմ պատերազմ կլինի, թեպետ հենց իր պաշտոնավարման ժամանակ եղավ այդ պատերազմը եւ իր դերակատարությունը գլխավորն է այդ պատերազմի հրահրելու կազմակերպելու մեջ ինքն էլ ըստ էության դա փաստում է ազգային ժողով ասում է որ բանակցությունների թոքը ես եմ կտրել չէ դեռ էլ ինչ կա քննարկելու Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, հարցազրույցի համար։ ես եմ շնորհակալ